ուղղակի սիրում ենք դες, պարոն Ֆուկուշիմա։ Սրիկան դուք եք։ Բայց ինչի ներվայնացավ։ Ժողովրդին շահագրգենք մենք։ Շնորհակալություն Տիգրան, շնորհակալություն, որ ձեռքը պահում եք իրադարձությունների զարկերակին։ Պրիգոժինը րոպեներ առաջ բացառիկ հայտարարությամբ է հանդես եկել։ Կրեմլի անկմանը մնացել էր 200 կիլոմետր։ Բարև ձեզ սիրելի YouTube Arm Comedy-ին, բոլորիդ շնորհավորում եմ Գարնան վերջին շաբաթվա կապակցությամբ։ Ամառը հունիս, հուլիս, օգոստոսը չէր, նարեկ։ Այ հենց այս կարծրատիպային մտածելակերպի դեմ էլ մենք պայքարելու ենք, չէ, Սերգեյ ջան, այդ բաները փոխվում են, թրենդերը փոխվում են, աշխարհը նույնը չի։ Դե միացեք մեր Patreon-ին, կտրեք երեխեքի բերնից եւ մնացեք թրենդի մեջ։ Չէ՞ լուրջ, բայց հունիս, հուլիս, օգոստոս էր էլի ոնց որ։ Դե չես տնում։ Չես տնում։ Արաշ սաղ Պրիգոժինը տարավ, հա, վերկոմս։ Սկսենք միանգամից բարի լուրով, եւ այսպես Ճապոնիայի դեսպանը շարունակում է լինել իդեալական դեսպան եւ գերել հայերի սրտերը։ Այո, պարոն Ֆուկուշիման այս անգամ հայերի սրտերը գերեց հայերի աչքերով։ Մենք ուղղակի սիրում ենք դες, պարոն Ֆուկուշիմա, եւ հրավիրում ենք մեզ մոտ հյուր, որպեսզի մոտիկից տեսնեք հայ աչքերը, հլնոյքիչովն են։ Քոնը չեզում ցստես։ Իմ մի քիչ վերացոտ են։ Իսկ այդ ընթացքում ազգային ժողովում իր փրչոտ թևերը սփռեց հերթական սրաչը։ Այո, դե սկզբի մասը դեն չենք ցույց տա մի քիչ էթիկայոտ նորմերներով, անցնենք բուն սրաչի սուբստանցիային։ Ազգային ժողովի մեծ Դուք ձեր կյանքով զբաղվեք, էլի։ Ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ խոսակ դրա մասին։ Դու ես, չհամարձակվես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ դու ես խոսած։ Բա դու ով ես, որ ես ազգային ժողովի նախագահ չեմ։ Դու ինչ ես անում ստեղ։ Գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում։ Գործընկերներ, դադարացրեք։ Դադարացրեք։ Ինչ լավ էր, այս անգամ ուղակի գորգորոցներ էին առանց վիրավորանքի։ Չէ, կար վիրավորանք, ուղղակի միկրոֆոններ հանջատած են ու բարեբախտաբար չլսեցինք։ Դժբախտաբար դա լսեց Կոնջորյանը։ Մեծ մասը դալիճի չլսեց, թե դուք ինչ ասեցիք ԱԺ նախագահին։ Հիմա ես ձեզ ասում եմ, սրիկան դուք եք։ Դուք եք սրիկան, որովհետև դուք ԱԺ նախագահին ասեցիք սրիկան դուք եք, եւ պետք է եւ լուր ձայնդ պապանձվիր։ Բայց ընդդիմությունը չպապանձվեց ու չպապանձվեց եւ այնինչ կարող էր լինել ուղակի սովորական անիմաստ աժենիստ դարավ հայ հոյանքներով լի անիմաստ աժենիստ։ Իսկ մինչ հայերը իրար աշկեր էին հանում, միակ ձայնը, որ ես կուզենամ այս բանը լսել, այս ձայնն է։ Կյանք ու կես։ Այո, իսկ ԱԺ-ում ինչ եղավ, հանգստացավ մի քիչ վիճակը։ Պապանձվիր, ձայնդ հանգիստ, պապանձվիր, դու պապանձվիր, Անցմիջում։ Վերջ, ես պապանձում եմ բոլորին։ Պապանձ։ Դե վերջում էլ դուրս եկավ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու ասաց, որ իրանց իշխանության ժամանակ ավելի շատ զենք է գնվել, քան բոլոր մնացած իշխանությունների օրոք։ Ընդհանրապես Արցախի առաջին պատերազմը այդ զենքի շնորհիվ է հաղթել են։ Իսկ այդ ընթացքում Ռաֆի Հովանեսյանը, որը ամիսներ շարունակ բարի պապանձով հետևում էր ամեն ինչին, չդիմացավ։ Այդ ժուժկալ եւ կուլտուրական մարդու ներվերը չդիմացան։ Անուններով քիչ եմ խոսում եւ մակտիրներով քիչ Պիտի սկսեմ երկու բարով Ձակ Նիկոլ Ձակ Նիկոլը, ձակը փաղաքշական չէր։ Էսեն փաղաքշական ձակը չի, էսեն ձակն է, որի մեջ մարդիկ լիքը մեղքեր են թաքցնում։ Բայց ինչի ներվայնացավ։ Դե ներվայնացավ այդ հերիք չի, մի հատ քունդերայով վրով անցավ։ Ինչով։ Միլան Քունդերան չեխ ֆրանսիացի գրող է
ով խոսեց հիշողության ձագի մասին։ Բացում են հիշողության ձագը եւ խցկում են իրենց մեղքերը այդ ձագի մեջ։ Ռաֆին հերթով բացատրեց ձագին վերաբերող բոլոր փուլերը, որոնցով անցել է ժողովուրդը։ 5 փուլեր են ձագի մասին։ Սկզբից ամենաբարին էինք մտածում ձագի մասին։ Սկզբում մենք մտածում էինք, որ դա անփորձություն է, անմեղություն է, անմեղսունակություն է։ Սկզբից մտածում էինք, որ բարի մտադրություններով մի սովորական անմեղսունակ մարդ է, բայց պարզվեց մի չարորակ ձագ։ Ռաֆին դուր չէր եկել Նիկոլի ցուցմունքը հանձնաժողովում, որտեղ ըստ Նիկոլի պարզվեց, որ Նիկոլը մեղավոր չի։ Բայց մենք վստահ ենք, որ Նիկոլն էր այդ լսումն են, որտեվ ինչ որ ակնոցներով մարդ էր, գուցե Կլարկ Կենտն էր։ Չէ, բայց հետո հանեց ակնոցը ու տեսանք, որ չէ, Սուպերմենն է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը, Ձակ Նիկոլը նստում է եւ ժամերով խոսում է եւ բացում է այդ ձագը, ինքը խցկում է այդտեղ գիտակցաբար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ մինչ Փաշինյանը ձագի մեջ է մտնում Հայաստանի տարածքային ամբողջությունը, թափ է առնում հայակվեն, որի իմաստը այն է, որ Արցախը չմտցնեն ձագի մեջ։ Դե որոշ վարչական շրջանների ղեկավարներ հրաժարվել են տարածք տալ հանրաքվեի համար։ Բայց հայակվե հանրաքվեն շատ անսպասելի ակնկալիքներ ունի իշխանությունից։ Մենք ակնկալում ենք գործող վարչակազմից, որ այն չի փորձի հերթական անգամ իրեն վեր դնել սահմանադրությունից եւ օրենքներից եւ սահմանափակել մեր հիմնարար իրավունքները։ Շատ միամիտ ակնկալիք է։ Բայց իշխանությունը, իդեմս Սիսակի, շատ լավ տարբերակ է առաջարկում անցկացնելու հանրաքվեն։ Այդ համայնքները, որ նշեցիք, ես հիշում եմ ընտրություններից առաջ մի sense համայնքապետերի անուններ էիք հրապարակում, ասում եք դեմ են այս դավաճան իշխանությունները։ Այդ համայնքները տեղ տվել են ստորագրությունների համար։ Ուր են այդ ձեր Սյունիքի համայնքապետերը կամ այն համայնքապետերը, որոնք ասում եք այս նրանք մեր տեղ տվել են ստորագրության։ Թե մենակ տենց ասենք հեշտ է տենց համայնքներ հրապարակը, թող իրանք տեղ տան։ Ահն, այս հարցն էլ գցեցին Սյունիքի ջեբը։ Գնացեք ինչ անում եք Սյունիքում արեք։ Լավ, չասես գնացեք Արցախում դա արեք։ Ինչևէ, այդ ասում երասխում շարունակում է շատ իրական լարված վիճակը մետաղագործական գործարանի շուրջ։ Այն որ թշնամին կրակեց մեր հնդիկ աղբերների վրա, երբ շինարարություն էին անում։ GTB Holding-ի տնօրեն Տիրան Հակոբյանն ու քիչ թվով աշխատակիցները տարածքում են, զարմանում եմ, որ առանց պաշտպանիչ միջոցների են։ Բարդ հարց է պատասխանելու, բայց երբ մենք արդեն սովորել ենք։ Հոգեբանորեն այդ վախը անցել է։ Աշխատանքներն ամբողջ ծավալով վերսկսելու ուղղությամբ տնօրենների խորհուրդը քննարկումներ է անցկացնում։ Չէ, չենք կանգնել, վերջնական կանգնելու մասին որոշում չկա, կարճաժամկետ եւ ավելի շատ նաեւ երկարաժամկետ պլանավորման հարցեր են քննարկում։ Կանգնել չկա Տիրան, մենք ձեր հետ ենք։ Իսկ ինչի են սահմանի վրա կառուցում այդ կարևոր գործարանը, շուտ հարկային արտոնության պահ, հա։ Կա բնականաբար սահմանամերձ գոտու հարկային արտոնությունների ռեժիմը, ավելացված արժեքի հարկի արտոնությունից հրաժարվել ենք ինքներս։ Տիրան ջան, այս ինչ եք անում, այս ինչ եք անում։ Ստեղ կարելի է ասել դուխով միջև վերջ։ Բայց մենք տես չենք ասի, մենք ասենք GTB Holdings միջև վերջ։ Այդ ընթացքում Վուդրո Վիլսոնի աներձակը ասեց, որ Հայաստանը Ամերիկայից ռազմական օգնություն կարող է ստանալ։ Միացյալ Նահանգները պիտի սկսեն ռազմական զենքի զինամթերքի մատակարարում Հայաստանի հավասարակշռությունը կարգավորելու համար, իհարկե սա դեռևս պաշտոնական տեսակետ չէ։ Ոչ պաշտոնական է դեռ, բայց եթե Պապյանն արդեն ասում է, շարունակում է 5 ապակաս պաշտոնականից։ Իսկ որտեղից է լրիվ վստահելի խոսակցությունը։ Ամերիկայի կոնգրեսում լսումների ժամանակ ինչ որ մեկը ասել է։ Դա արդեն եթե կոնգրեսում լսումների ժամանակ հնչեցվում է, դա գաղափար է, որը թևածում է առնվազն օդի մեջ, եթե ոչ գլխերում։ Դե եթե թևածում է օդում, գուցեև գլուխներում, դրանից համոզիչ ինչ կարա լինի։ Նա եթե թևածում է օդում, գուցե դա տրոց է։ Բայց Պապյանը ոնց որ այդ տրոցից լավ պինդ բռնվել է, այնպես որ մենք իդեպ չեմ զգացում թե չէ, բայց նարեկը սա բերանով անում էլի։ Պարզաջրենք օդը։ Պարզաջրենք։ Հայի աչքեր, սիրուն աչքեր։ Իսկ այդ ընթացքում հայի աչքերի օկտատերից մեկը փող է գողացել։
Տեղ ունենք դեռ նախկինազավրերի համար։ Նախկինազարվերի համար միշտ տեղ գտնենք։ Դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը։ Հարություն գտնվում Հայաստանում։ Նրա ելքը Հայաստանի Հանրապետությունից չի արձանագրվել։ Երբեմն պետք չի գլուխը մտցնել ավազի մեջ եւ մտածել, որ քեզ ոչ ոք չի տեսնում։ Հոп, Հարությունյանը Հայաստանում, հա։ Բայց ոչ բանտում։ Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը մարտ ով հաջողությամբ իրականացրել է կաշառք յուրաքանչյուր հայ պաշտոնյայի ընտանիքին ծրագիրը, Հարությունյանին մեղադրում է նրանում, որ նա կաշառքը վերցրել է, բայց հետո ինչ-որ անբարեխիղճ տինտիրիտներ արը։ Հիշեցնենք նաև, որ Սիլվա Համբարձումյանին չեն ուզում նստացնել բանտ, չնայած որ նա կաշառք չի տվել երևի մենակ Դալայ Լամային էնել, որտեվ այդ պահին լաման երեխեքի հետ էր զբաղված։ Պաչում էր։ 14 միլիոն դոլար կաշառքի գործը դատանում կքննվի առանց ամբաստանյալների ներկայության։ Առանցքային մեղադրյալը բնապահպանության նախկին նախարար ՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն է։ Մյուս երկուսը նրա մտերիմները։ Նախարարության ենթակայությամբ գործող ՊՕԱԿ-ի նախկին փոխտնօրեն Սուրեն Ավագյանը եւ Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Մի րոպե, Սևանի հոգեբուժարանի տնօրենին էլ կաշառք տվեց Սիլվա։ Ասում եմ, բացի Դալայ Լամայից բոլորին Դատը գնում է, դատը շարունակվում է, այնպես որ հուսանք, որ կպատժվեն բոլորը թե կաշառք վերցնողները, թե fucking կաշառք տվողները, որտեղ կաշառք տալը եւս հանցագործություն է, հոպարներ։ Ո՞ը նախաձեռնել է հրաշալի հանցագործությունը։ Սիլվա Համբարձումյանը Արամ Հարությունյանին առաջարկել է կաշառքի դիմաց իրեն տրամադրել հանքերևակումների 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ։ Արամ Հարությունյանը համաձայնել է։ Ահա, այն խեղճ նախկինազավրը չել նախաձեռնել այդ աֆյորան, ընդհանրապես իրան առաջարկել են ինքն էլ դու համեստորեն դե կին արմատ առաջարկում, ոնց չվերցնես, համաձայնվեց։ Ժող բաստիոնում էլ մանավանդ մենակ կաշառք վերցնելն է մոմենտ, առաջարկել է գլխի գցել է, իդեան սխեմանսես գծել տալը, вообще չէ։ Եվ վերջում դիտենք քաղաքապետի տեխնացու Դավիթ Խաժակյանի առաջարկը մարդկանց համար, ովքեր ուզում են գույք ձեռք բերել։ Հաստատ Խաժակյանն է, չէ, smart credit-ը չի լինելու։ 100%։ Ուսումնասիրելով շուկան, Smart Credit-ի կողմից հաճախներին առաջարկվեց հողից տուն ծրագիրը, որը իրենից ենթադրում է կառուցապատման վարկ միայն հողամասի գրավով առանց երկրորդ լրացուցիչ գրավի։ Ես կարող եմ երթվել, որ ստեղ պետք է Խաժակյանն լիներ, ուղղակի կարող է Smart Credit-ն ավելի լավ առաջարկա։ Ուղղակի ես վստահ եմ, որ Ներողություն Խաժակյանի վիդեոն երկրորդ կեսում անպայման։ Երկրորդ կեսում 100%։ Arm Comedy-ն ստացել է հազարավոր նամակներ, որտեղ մտահոգ քաղաքացիները հարցնում են, բայց ձեր իմպաստան, բացի ռավիոլիներից, չունի դեսերտների լայն ընտրանի։ Ունի։ Էրիկ չի, ունի մի հատ էլ թարմա եւ ուշադրություն։ Համովա։ Հենց դա էլ մենք ձեր փոխարեն հիմա կփորձարկենք։ Այսօր ունենք cheesecake եւ արցախյան փախլավա։ Այս այն լեգենդար Lotus Biscoff Kremov cheesecake-ն է։ Ինքնավոր կա ու ընտիր է։ Պատվիրեք, մի սպասեք, որ ամբողջ տեսականին մենք ներս անենք։ Նարեկը նիհարում է ուշերա։ Ընդհանրապես, եթե 10,000 դրամից ավել պատվեր եք կատարում իմպաստայով, ապա հեռախոսի մեջ շշնջացեք Arm Comedy promo կոդը ու նվեր կստանաք։ What the fuck, Sergo? Քեզ են ամենահամով մասն եմ թողնել, Նարեկ։ Այդ ձերը իրականում այն ամենահամով մասն է։ Եվ այսպես մեծ բոլոլա մեծ Ռուսաստանում ամբողջ աշխարհը գանվել էր տելեգրամներին ու լրատվականներին, սպասում էր տեսնել Պրիգոժինը վլաստը կվերցնի վլաստը Ռուսաստանում թե չէ։ Տիգրան Խզմալյանս առել է 242 կիլոգրամ փոփկորն եւ 44 ստատուս վարկյանում արագությամբ վայելում էր իր կյանքի լավագույն օրը։ Իսկ Հայաստանում բոլորը սպասում են մի հատ հասկանային, այս ինչ ա եղել, որ Վալերիայի ամուսինը մի ամբողջ պրոդյուսեր մարդ սունես ջղայնացել է, որ Ռոստովն է գրավել։
трудно обвинить. Դժվար կլինի ինձ ասել, որ ես հայրենասեր չեմ։ Այդ մարդիկ, որ թքում են իրանց երկրի վրա, թող հրաժարվեն քաղաքացիությունից։ Ну откажитесь от гражданства. Հետո իհարկե Հայաստանի փորձագիտական համայնքը Յուանիսյանի գլխավորությամբ գլխին կան, որ այդ լրիվ ուրիշ Պրիգոժին է։ Իհարկե, ոնց կարար պրոդյուսերը Ռոստով գրաֆեր։ Այդ ավելի շատ խոհարարի գործ է։ Բանտախցից Պուտինի խոհանոց հասած 62-ամյա ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինը հայտնի է Ռուսաստանի նախագահի հետ տասնամյակների ընկերական կապերով։ Նրա հիմնադրած ամենահայտնի ընկերությունը Վագներն է, վարձկան զինվորների միավորող կառույց։ Ну, սենց ճաշեպելու համար գոնե մինիմալ խոհարարական հմտություններ պարտադիր են։ Իսկ մեր հատուկ ծառայությունները թող մի քիչ ուշադիր նայեն հմեկի այս տղուն։ Ամեն դեպքում, հա, մարդես։ Ինչևէ, այդ ոնց էին գցել Պրիգոժինի տրամադրությունը, որ վերցեց 25000 հոգանոց նախկին բանտարկյալներից կազմված բանակ Ուկրաինայից հանեց ու մտցրեց Ռուսաստան։ Պրիգոժինը պարբերաբար ուղիղ եթերում քննադատում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը անարդյունավետ քայլերի, մեծ կորուստների եւ չհաշվարկված որոշումների համար։ Նախորդին սակայն թեժացած կրքերը հասան կիզակետին։ Պրիգոժինը պնդեց, թե անձամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանով ռուսական բանակը հրթիռակոծել է իր վարձկանների դիրքերը, ուստի ինքը արդարության երթ է սկսում դեպի Մոսկվա մեղավորներին պատժելու համար։ Они били по нам. Это происходило. Մենք 25000 ենք եւ գնում ենք պարզելու, ինչու է երկրում ամենաթողություն տիրում։ Ունեցես իմիջայլոց ես գրավեցին Ռոստով, ոնց որ դա սովորական բան է, էլի, ասեք, ոնց է Արզականցյանը TikTok-ը պայթեցնում, այդ այնց հեշտությամբ։ Նման բարդ իրավիճակներում մեզ պետք է անալիտիկ հուշկու միտք, որը կբացատրի ինչ է կատարվում իրականում։ Եվ այսօր մեզ հետ ուղիղ կապի մեջ է մեր ավակ վերլուծաբանը Տիգրան, կասեք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Շրջապատել է Ռոստովի մարզը, բացի Ռոստովի մարզից, Վորոնեժի մարզը ու տարբեր կարևորագույն օբյեկտները ռազմական։ Այդպիսով ինքը պահանջում է Ռուսաստանի պաշտպանության նախարարին ու գլխավոր շտաբան ղեկավարին, որ իրեն կան հանդիպեն այլ տարբեր պատճառներով իրենք իրենց ներքին հարցերը լուծեն։ Այո, հուսով ենք հարցերը կլուծենք։ Շնորհակալություն Տիգրան, շնորհակալություն, որ ձեռքը պահում եք իրադարձությունների զարկերակին։ Տիգրան, իսկ Ռուսաստանի նախագահը որևէ ձև արձագանքեց այս դեպքերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր համեմատել է 1917 թվականի հեղափոխության նույնպես ինչ որ այսօր կատարվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Շնորհակալություն Տիգրան, մենք դեռ կապի դուրս կգանք։ Այո, Ռուսաստանի նախագահը Պուտինը այս դեպքերը անվանեց դավաճանություն եւ ասաց, որ բոլորը կպատժվեն։ Իսկ կա մարդ, ում ռեզյումեի մեջ հրաշալի նկարագրված է իր փորձը սահմանադրական կարգ վերականգնելու ոլորտում։ Ով։ ՀԱՊ քաղաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊ հավաքական խաղաղապահ ուժեր այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով։ Հիշում եք, չէ՞ ոնց չթողեցինք, որ փողոցային անկարգություններով եկած թափ թփուկները իշխանափոխություն անեն Ղազախստանում։ Ղազախ ժողովուրդը ուզում է փողոցում վարչապետ ընտրի, չի լիտես բան։ Հա, իսկ Փաշինյանը բարեբախտաբար շատ չբզբզած, սպասեց սա հանդարտվի, նոր զանգեց Պուտինին։ Դե բայց կարա, չէ՞ մի հատ ստատուս չպսներ, որ Պրիգոժինը ժողովրդի վարչապետն է։ Այո, կարող լայվ մտնել ու ասել, որ Պրիգոժինը պիրաժոկ առ պիրաժոկ թալանածը Պուտինի վերադարձնելու է ժողովրդին։ Բայց չարեց դա։ Իսկ դեպքերը Ռուսաստանում ավելի էին զարգանում։ Փաստացի վագներովցիները 3 կեսգիշերից սկսել են շարժվել Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհի վրա։ Դե բայց սա Ռուսաստանն է, ասում են երկրորդ ամենաուժեղ բոլորակի բանակը ունեն։ Այո, ոնց է այս գիտահենք, գերպատրաստած միջուկային բանակը կանգնեցնում վագներականներին։ Стою перед Чепуринским районом, короче, все. Нам больше не проехать. Как домой ехать, не знаю. Օքեյ։ Բայց սա Ռուսաստանի միակ տակտիկական հնարքը չէր, դու մոռանում ես, որ Ռուսաստանն ունի գաղտնի զենք։ Կադիրովի գաղտնի ջոկատները դուրս եկան միանգամից վագներականների հետևից պանյատներով զրուցելու։ Այո, իսկ այդ տասկում ռուս գործարարները ոնց որ սկսին դες մանրից ջետերով ցվրվել Մոսկվա-Երևան տոմսը դրավ $2000, իսկ հայ գործարարները սկսեցին մանրից ինչ որ տենց ուրիշ շուկաներ փնտրել բիզնես անելու համար, չէ՞ Տիգրան։ Ինչու համար պետք է մենք այսօր ասենք 80% մենք օրինակ
մեր խմիչքը գնում է մենակ Ռուսաստան։ Ինչու չեն գնում տարբեր երկրների ցուցահանդեսների մասնակցում ու մեր առևտուրը զարգացնում։ Ես մենակ հուսով եմ, որ Նատալյան մերս ուղիղ միացումը չի դետոն։ Մի վարքի անել Տիգրան իսկ որ երկրի հետ է պետք խորացնել կապերը Տիգրան։ Չինաստան, Հնդկաստան, Աֆրիկա, Եվրոպա, տարբեր երկրներ մեր էկոնոմիկայի նախարարությունը ցույցակ կազմի ներկայացնի ձեզ, որ մենք ունենք ստեղ շատ գործարաններ։ Իդեպ Ալիբաբայի տերը Ջեք Ման, իմ մի հատ նախկին կին չունի։ Ինչի համար։ Արձականցյանին ուղարկենք հետը ամուսնանա ու ամրապնդի հայ-չինական կապերը ռասի նավսիգդա։ Արձականցյանը այդ ընթացքում ամրապնդում է մեր սահմանները։ Հարկերից պետք է մենք ազատենք սահմանամերձ գոտիներում ապրող ժողովրդին, շահագրգենք մենք մեր քաղաքացիներին, որ իրենք ցանկություն ունենան, իրենց կամքով գնան սահմանամերձ գոտիներում աշխատատեղեր բացեն աշխատեն։ Բրավո Տիգրան, ապսես ստեղ չեք հիմա, թե չէ կշահագրգեի ձեզ։ Արի մենք շահագրգվենք այս ընթացքում։ Եթե ասում եք, դա շատ լավ բան է շահագրգվել։ Բայց վերադառնանք շահագրգվել, այսին շահագրգվել։ Վերադառնանք Ռուսաստան, այո, դեպքերը զարգանում էին, Կրեմլի անկմանը մնացել էր 200 կիլոմետր, Խզմարյանի պոպկորնի պաշարը մոտենում էր ավարտին, մեկ էլ Պրիգոժինին ցանկեց Լուկաշենկոն։ Պրիգոժինը հայտարարել է Բելարուսի նախագահի հետ բանակցությունների արդյունքում ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը դադարեցնել տեղաշարժը Ռուսաստանի տարածքով։ Բելարուսական կողմի տվյալով այժմ սեղանին են իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ տարբերակներ, որոնք ներառում են Վագների համար անվտանգության երաշխիքներ։ Մենք մեկ օրում գրեթե հասանք Մոսկվա։ Մնացել էր ընդամենը 200 կիլոմետր։ Եկել էր պահը, որ կարող էր արյուն թափվել։ Մենք ընկալեցինք իրավիճակի պատասխանատվությունը։ Մեր շարասյունը թեքում ենք եւ ըստ պլանի հետ են гնում դաշտային ճամբարներ։ Да я сделал ему предложение, от которого он не смог отказаться. Картошечки пару тонн и трактор. Պրիգոժինը գնաց աղոթելու եւ օնի գասպրանասեք տեսակ մենակ ես չէ որ զադնի եմ տալիս։ Լավ, ինչևէ, ես առաջարկում եմ մի քանի վայրկյան լրությամբ հարգենք Տիգրան Խզմալյանի լավ տրամադրության հիշատակը։ Մի րոպե, մենք մոռացանք Կադիրովի զորքի մասին, որ այդ ընթացքում վերցրեց Ռոստովը։ Ну, համարյա, մի քիչ պրոբկեկ էին Ռոստով մոտենալու ճամփին։ Բարձր տրամադրի որ հեսա կաշ անելու, sense ոչ մի բան։ Լավ, ինչևէ, Սերգեյ, ինչ սովորացրեց մեզ այս պատմությունը։ Որ շաբաթարով պետք չի րոպեն մեկ մտնել լրահոս, կարդալ սաղ Telegram անալիքները, ուղղակի վերջում կնայեք Arm Comedy ու սաղ։ Այո, այդ ու մեկ էլ մյուս կարևոր դասը, որ ինչ էլ որ լինի, մեկը perfect TV-ները հորինելու են մի հատ այնց happy end, որ բոլորը գոհ մնան։ Պրիգոժինը րոպեներ առաջ բացառիկ հայտարարությամբ է հանդես եկել կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հաջորդը լինելու է Բաքուն։ Եթե Ալիևը շարունակի իրեն այսպես դրսևորել, ապա կասկած չունեմ, որ Ռուսաստանի համբերությունը հատելու է։ Իսկական happy end-երը հենց Perfect TV մուլտիտեզերքում։ Այո, կոնկրետ այս լրիվ հորինված վիդեոն 116,000 բան է։ Նու ու մենք զուտ խշամ։ Մենք ուղղակի նայել։ Ինչևէ, վերջացրեցինք Ռուսաստանը, ժամանակ ունենք Խաչակյանի համար գնաց։ Բայց անկեղծ ասած Խաչակյանը այսօր վիդեո չի տեղադրել։ Մենք է ժամանակ չունենք։ Պլյուս այնտեղ Չինաստանն է մի քիչ Թայվանի հետ լարված։ Այդ ամեն ինչի պատճառով մյուս անգամ մնացեք մեզ հետ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեոբոցը։ Այո, ես չգիտեմ, օրինակ Նաիրա Զոհրաբյանը, ինչ ասեմ, կերել է Արման Աբովյանին, եւ հիմա որ փողոցում քայլում է, դա Արման Աբովյանը չի, դա նրա դվայնիկն է, հա,
Նաիրա Զոհրաբյանն էլ եթե գործուն զղջա ասի, այո, ես կերել եմ Արման Աբովյանին եւ պիտի ասեմ, որ Արման Աբովյանը շատ համով էր, Նաիրա Զոհրաբյանը կընկնի այդ գործուն զղջման տակ եւ որպես կաննիբալ չի դատապարտվի, այլ կգնա իր տուն։ Իդեպ Պրիգոժինը միակ պատմությունը չէր, որ վերջում շրջանից ավարտվեց։ Բայց ո՞րն էր տենց պատմությունն արել։ Են Ցուկերբերգը ու Իլոն Մասկ որ պետք է իրար ծբխեին, Դենա Ուայթը UFC ասեց, հա, всё, ես կազմակերպում եմ երկու կողմերի հետ խոսել եմ, հաստատ իրար ծբխում են ու գիտես ինչ եղավ։ Ինչ։ Իլոն Մասկի մաման մտավ Twitter, ասեց, ես դեմ եմ որ։ Չեմ թողնի բակիչնի Իլոնը։ Թողեց Իլոնին, հա։ Արա, կռվելու տեղը ավելի միացեք մեր Patreon-ին։ Միացեք մեր Patreon-ին ու ամեն անգամ երբ ես ձեզ փողոցում կտեսնեմ, շատ անկեղծ կասեմ, ես Նիհար եմ։